Փառք ու շնորհակալություն Աստծուն մեր կյանքում բոլոր անհաջողությունների, դժվարությունների, խնդիրների համար։ Այդ ժամանակ մենք սկսում ենք ավելի վստահել Աստծուն։ Նրան ենք փնտրում, նրանից ենք սպասում, նրան ենք դիմում, որովհետև զգում ենք, որ առանց նրա չենք կարողանում։ Բայց մարդը կարա շատ մեծ հաջողությունների հասնի, շատ մեծ բաների հասնի, բայց առանց Աստծու լինի, նրանով չառաջնորդվի։ Մարդը, երբ որ ուզում է իմաստուն լինի, Աստծո խոսքն ասում է թող հիմար լինի, որպեսզի իմաստուն լինի։ Երբ որ մենք մեզ ենք ապավինում, Աստծուն չենք դիմում, դրա մեջ Աստծո առաջնորդությունը չկա։ Անգամ Աստծուն ծառայողները, երեցները, սարկավագները, բոլոր ծառայողները կարան անգամ Աստծո իրանց թվա, որ Աստծո ծառայություն են անում, մարդկանց կարգեն, ծառայություններ կարգեն, որոշեն, ինչ որ բան անեն, մտածեն, որ Աստծո համար են անում, բայց իրանց պրակտիկան, իրանց տարիների փորձը իրանց թելադրի, բայց այդ ժամանակ չհարցնեն. Տեր ջան, դու ուզում ես արդյոք այս պահին ես այսպես անեմ։ Դրա համար թող ամեն իրավիճակի մեջ մեզ Սուրբ Հոգին հիշացնի, որ նրան հարցնենք, նրան դիմենք։ Միգուցե մեր փորձը, միգուցե մեր իմաստությունը շատ քիչ է։ Ես հավատում եմ, որ հասկացաք իմ ասած իմաստը ու թող Աստված օրհնի ձեր միտքը, ձեր սիրտը, որ միշտ նրան փնտրեք։